Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ ծովին արվեդայական տարո թվա հոգեբանն է։ Նախ ուզում եմ իմ բոլոր հետևորդներից շնորհակալություն հայտնել ձեր լայքերի, մեկնաբանությունների եւ ակտիվության համարի մեջում։ Այսօր ես խոսելու եմ գաղտնի գիտելիքների մասին, կաբալա, որը որ կաբալայի մասին շատ քիչ մարդիկ է խոսում։ Մտածելով, որ ժամանակը չի դեռ որոշ բաներ կաբալայից խոսել, ես փորձեցի ինքս բացումն անել եւ խոսել կաբալայից մի փոքր։ Նախ նաև շնորհակալություն եմ հայտնում իմ այն հետևորդներին, ովքեր բաժանորդագրվում են իմ YouTube-յան ալիք, ում հաճելի է, ովքեր ցանկություն ունեն ինձ մոտ այստեղ գիտելիքներ ձեռք բերելու, եթե դուք ոչ սովորական մարդիկ եք, կարող եք դուք էլ ինձ մոտ սովորել, տարբերությունը ես գրել եմ իմ сообществоյում, այնտեղ կարող եք դիտել, կարդալ, թե ովքեր կարող են ինձ մոտ սովորել տարո թվա հոգեբանություն, որի կուրսերը սկսվում են ապրիլի 15-ից սկսած 6 ամսով, առաջ 3 ամիս էր միայն տարով, հիմա պլյուս եմ արել հետը, այսինքն համադրել եմ տարո թվա հոգեբանություն, որը դուք ոչ միտեղ չեք լսել եւ բավականին ձեզ կարող է հետաքրքրել։ Նաեւ մարդիկ կարող են դիմել, ովքեր ցանկանում են սովորել ռունա եւ ինչպես կարող եք դուք հետագայում ռունաներին կառավարել, այսինքն ակտիվացնել եւ այնինչ դուք ցանկանում եք ձեր կյանքում հասնել, դա ակտիվացնել ճիշտ եւ ունենալ հաջողություններ։ Եվ մոգության դասընթացներին, որոնք էլի տևում են 6 ամիս, ինչպես ռունաները, եւ դուք կկարողանաք կառավարել 4 տարերքներին, բավականին բազմաբնույթ են աշխատանքները եւ շատ մեծ գիտելիքներ են տալիս, այդպիսի բաներ դուք ոչ մեկ չեք տեսել, ոչ էլ լսել եք։ Ինչու՞, որովհետեւ ես սերտիֆիկացված բոլոր սֆերաներում մասնագետ եմ եւ ես տանում եմ իմ հետևից ճիշտ ուղու վրա։ Եվ այսպես, ես ուզում եմ այսօր խոսել ձեզ հետ, թե ընդհանրապես ինչ է կաբալան նշանակում, կաբալա, բոլորդ լսած կլինեք, բայց շատ մարդիկ չեն հասկանում դա ինչ է նշանակում կաբալան։ Ես մի փոքր ուզում եմ այս մասին խոսել, որպեսզի դուք հասկանաք։ Նայեք, սիտրա ախրակա, դա մյուս կողմա կոչում, այսինքն դա հասկացությունն է ծագման 4 հիմնական տեսությունների եւ կլիֆոտներ, ռուսերեն ասում են կլիպոտ, այսինքն չար ուժերի, կլիպոտը հենց այդպես են ասում, բնույթի մասին։ Հիմա ես մի փոքր ուզում եմ ձեզ բացատրել, թե սիտրա ախրայի ծագման տեսությունները ինչի հետ կապ ունեն։ Ընդհանրապես կաբալայում գոյություն ունեն մի քանի տարբերակներ, ասում են այն մասին, թե ինչպես է առաջացել տիեզերական բացասական կողմը։ Կարծում եմ ձեզ բավականին կհետաքրքրի։ Ուրեմն նայեք, սիտրա ախրան առաջացել է բինա սեֆիրայի, այսինքն վատ կանացի էմանցիաների պատճառով, որոնք դուրս են եկել ներդաշնակ միասնությունից եւ ընկել անդունդը։ Այն ասում էին, որ դիտվել է որպես կյանքի ծառ, ստվեր, բոլորդ լսել եք, կյանքի ծառի մասին մենք խոսել ենք, բայց մենք մի քիչ փակ ենք խոսել, բայց ես հասկանում եմ, որ եկել է ժամանակը, որի մասին ես այսօր պետք է խոսեմ։ Այսինքն ստվեր, որն առաջանում է, երբ լույսը հանդիպում է խոչընդոտի։ Այս տեսության կենտրոնում մարդն է, ում մեղսավոր բնույթը եւ դիսհարմոնիկ արարքները սնում են դևերին, որոնք էլ իրենց հերթին կառավարում են հենց սիտրա ախրայի համակարգը։ Ուրեմն նայեք, հիմնված է Ռաբի Իսահակ Խա Կոենի ուսմունքի վրա, դա ըստ որի մինչև ներկայիս աշխարհը եղել են ստեղծման 3 անհաջող փորձեր։ Այդ փլուզված ուրեմն աշխարհների բեկորները պատմում են, որ չեն անհետացել, այլ կազմել են հենց գլիֆոտների աշխարհը։ Եվ կա կարծիք, որ բխում է շաբաթյա, ցվի ուսմունքից, ըստ նրա նախնական վիճակը
ասել են այն սով, հա, պարունակել է երկու հարկադիր ձգտումների, այսինքն մտածող լույս ստեղծագործական եւ սև լույս իներցիոն, հա, որը դիմադրում է հենց ստեղծմանը։ Հենց սև լույսի դիմադրությունից էլ ձևավորվել է սիտրա ախրան։ Ընդհանրապես գլիֆոտները հանդիսանում են կյանքի ծառի սեֆիրաների հակապատկերները, ես դա կարդացել եմ հենց Կապուստինի գրքում, ոչ Ալեքսեյ Կապուստինի, իհարկե մասնագետ կա, որը այդ մասին գրել է, թե ինչպես նաև պաշտպանվել այս ամենից։ Գլիֆան ինքը թաումիլն է, մենք այդ մասին խոսել ենք, չեմ ուզում շատ դրան անդրադառնալ ես, որովհետև սա շատ կարևոր է։ Լսած կլինեք, մարդու մի կողմը ձախը դա ստվերն է, մութն է, խավարի ուժը եւ աջ կողմը, որը լույսի ուժն է, հա։ Հիմա ձախ ձեռքի ուղու պարադոքսից մի փոքր կպատմեմ, որպեսզի դուք հասկանաք։ Ասում են, որ սևմոգերը ձգտում են հասնել Թաումելիին, որպեսզի դառնան առանձին աստված եւ ստեղծեն իրենց սեփական տիեզերքը։ Սակայն այս գրքի հեղինակը ասում է, որ դա պարադոքսի տիպի բան է, քանի որ սև լույսն իր էությամբ դիմադրում է որևէ նոր բանի ստեղծմանը, հա, մոգը, այսինքն, որը կարող է նույնանալ այդ լույսի հետ, կարող է միայն ինչ անել, կործանել, բայց ոչ ստեղծել։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ սիտրա ախրայի հենց ծագման 4 տեսություններ կան, որոնց մասին ես պետք է խոսեմ։ Կաբալայում գոյություն ունեն մի քանի հիմնական մոտեցումներ այս մասին, թե ինչպես է առաջացել տիեզերական չարը։ Առաջինը դա առաջացել է էմանցիաների անկման, այսինքն սիտրա ախրան առաջացել է բինա սեֆիրայի վատ կանանցի, հա, էմանցիաների պատճառով, որոնք դուրս են թռել կյանքի ծառի ներդաշնակ միասնությունից եւ ասում են ընկել է անդունդը։ Այն դիտվել է որպես ծառեստվեր, որի առաջացման համար անհրաժեշտ է լուսավոր կողմը եւ խոչընդոտ ձախ սյան, այսինքն կանացի հիմարությունը։ Մարդկային գործոնն է երկրորդը, այսինքն այս իմաստացներին համաձայն սիտրա ախրայի գոյության հիմքը մարդկանց մեղսավոր բնույթն է։ Մարդկանց դիսհարմոնիկ արարքները սնում են բևերին, որոնք կառավարում են գլիֆոտների աշխարհը։ Երրորդը դա փլուզված աշխարհների բեկորներն են, ըստ Ռաբբի Իսահակ Խա-Կոենի, ինչև ներկայիս աշխարհը եղել են ստեղծման 3, հա, ուրեմն անհաջող փորձեր։ Եվ այդ փլուզված աշխարհի բեկորները չեն անհետացել, այլ կազմել են հենց գլիֆոտների աշխարհը։ Ըստ Իսահակ Լուրիայի, այս աշխարհը ասում են, որ սնվել է աստվածային կայծերով, թվով 288, դուք կարող եք դիտել եւ հասկանալ, որոնք պատահաբար ասում են ընկել են այնտեղ ստեղծման ժամանակ։ Չորրորդ տեսության, հա, շաբաթյա ծվիի եւ սև լույսը, սա հիմնված է եղել շաբաթայ ծվիի ուսմունքի վրա։ Ըստ նրա նախնական վիճակը այն սով պարունակել է երկու հարկադիր ձգտումներ, այսինքն մտածող լույսը ստեղծագործական եւ սև լույսը իներցիոն, հա, որը ասում են սև լույսի դիմադրությունից էլ ձևավորվել է հենց սիտրա ախրան, որպես կյանքի ծառի հակապատկեր։ Հիմա նայեք ինչն է հետաքրքիր, ըստ Էլիֆես Լևիի, գլիֆոտների աղյուսակը բացատրում է այսպես. Գագելը դա կույրի հավատն է, Սատարիել լսած կլինեք, անսահման հիմարության մասին է խոսում, Գոլախաբը դա դաժանությունն է, Տագիրոնը դա վեճ եւ դիսհարմոնիան է, Արաբ Զարակը դա հիմար
հպարտությունն է, Սամուիլ լսած կլինեք, գործարանար կներեք, խնամակալությունը, Գամալիել դա դեստրուկտիվ երազները, Լիլիթը լսել եք, դեստրուկտիվության ֆիզիկական աշխարհում։ Ուշադիր, եթե մենք դիտում ենք Սիդրա Ախրայի ծագման երկրորդ կարծիքը էստեղ մարդկային գործոնն է, հա, որտեղ Սիդրա Ախրան սնվում է ոչ թե ինքնավար էներգիայով, այլ մարդկային մեղսավոր բնությամբ։ Մարդկանց կողմից ընդհանրապես կատարված այն արարքները, որոնք ուղղված են կյանքի ծառի ներդաշնակության դեմ, ստեղծում են բացասական փոփոխություններ, որոնք էլ հենց կարող են կազմել Սիդրա Ախրայի կառուցվածքը։ Դևերի դերը, այսինքն յուրաքանչյուր այստեղ գլիֆա կառավարվում է որոշակի դևի կողմից, ովքեր շահագործված, գրգռված են, կարելի է ասել, մարդկանց մղել դեպի դիսհարմոնիկ քայլերի։ Մենք տեսնում ենք դա բավականին շատ են, հա, պրովոկացիաներ, տարբեր բաներ կարող են անել մարդիկ եւ այլն, որպեսզի իրենց թագավորությունը կայուն մնա։ Կա նաեւ աստվածային կայծերը, հա, այստեղ մյուս կողմում կարող են առաջանալ վիճակներ, որոնք տանում են դեպի ներդաշնակություն, սրանք կարելի է անվանել աստվածային կայծեր, հա։ Իսկ երրորդ կարծիքը դա այն է եղել Ռաբբի Իսահակի, հա, ոնց ասեցի, Խակոյենի տրակտատ էմանցիաների մասին աշխատության մեջ։ Այսինքն նախնական անհաջող փորձեր մինչ ներկայիս աշխարհը եղել են ստեղծագործման հենց 3 անհաջող փորձեր Բելիալի, Իտիելի եւ այլոց կողմից, որոնք կործանվել են իրենց դաժանության եւ անհավասարակշռության պատճառով։ Գլիֆոտների առաջացումը, թեև այդ աշխարհը կործանվել է, դրանց որոշ բեկորներ պահպանվել են եւ ձևավորվել ամբողջ գլիֆոտի համակարգը։ Իսկ այստեղ Իսահակ Լուրիա եւ Ցիմցում լսած կլինեք, ըստ Լուրիայի առարժման ժամանակ 288 աստվածային կայծեր այստեղ պատահաբար ընկել են գլիֆոտների մեջ եւ մինչ օրս սնում են դրանք։ Տիկուն, դա մեսիայի հրաները, որոնք սպասել են հենց տիկուն գործընթացի համար, հավաքել այդ բոլոր կայծերը եւ վերջնականապես ոչնչացնել գլիֆոտների աշխարհը։ Այստեղից ինչ ենք մենք հասկանում, որ ուրեմն Շաբաթայ հենց Ցվիի եւ նրա աշակերտ Նաթանի ուսմունքի վրա, այսպես են ասում, մտածող եւ սև լույս, հա, ըստ նրանց նախնական այն սոֆը պարունակում է երկու հավասար հակադիր ձգտումների, մտածող լույս, որը ձգտում է ստեղծել աշխարհը եւ սև լույս, հա, որը դիմադրում է առարժմանը եւ ձգտում էր մնալ նախկին վիճակում։ Իսկ սև լույսը որպես իներցիա հենց այս սև լույսի ձգտումը ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կար, եւ ձևավորվել է հենց Սիդրա Ախրայի կառուցվածքը։ Իսկ հեղինակը այս գրքի նմանեցնում է ֆիզիկական իներցիային եւ գրավիտացիային, որոնք դիմադրում են փոփոխություններին եւ ընդլայնմանը։ Կաբալայում ինչ է նշանակում տագիրոն, հա, դա կարող է նշանակել վեճ կամ դատ, դա ասոցացվում է գազանի հետ եւ հանդիսանում է հենց Տիֆարետ Սեֆիրայի հակապատկերը։ Արաբ Զարակ, դա հանդիսանում է հենց ինքը Նեցախ Սեֆիրայի հակապատկերը, եթե Նեցախը դա հաղթանակն է, ապա Արաբ Զարակը անվերջ եւ անիմաստ պայքարը։ Սամայելը դևի մասին է խոսքը, այստեղ դևի անունն է դա, ով համարվել է Լիլիթի ամուսինը, ասոցացվել է կործանարար մայրական խնամակալության հետ եւ հոտ Սեֆիրայի հակապատկերն է։ Գամայելը, որը ասոցացվել է անմաքուր ֆալլոսի
հետ, այն եսոտ Սեֆիրայի հակապատկերն է եւ այստեղ պրոյեկտում է դեստրուկտիվ մղումները, օրինակ դավաճանության ցանկությունը, մարդու երազների եւ պատկերների վրա։ Իսկ Լիլիթը դա Մալկութ Սեֆիրայի հակապատկերն է, կատարում է նույն դերը, ինչ Գամալիելը, բայց ֆիզիկական աշխատանքի մակարդակում։ Ընդհանրապես Սիտրա Ախրայի ուրեմն հենց առաջին, ահա, ինքը Կաբալայում ծագումը, այստեղ ոչ մեկին դեռ հələ պարզ չի, տեսակետներն են ընդամենը այսպես բացատրել, ես կարող եմ մի քանիսը ձեզ ասել։ Էմանցիաների անկման հետ կապված այստեղ ամենատարածված հենց բացատրություններից մեկն այն է, որ կյանքի ծառի ձախ սյունը, որը գլխավորում է Բինա Սեֆիրան, համարվում է կանացի եւ ամենասկզբից էլ ասենք հավատ։ Երկրորդը այստեղ կինն է, հա, մեղավոր, երբ վատ կանացի ձախսյան էմանցիաները հանկարծակի դուրս են պրծնում կյանքի ծառի ներդաշնակ միասնությունից, այսինքն դրանք հատուկ անդունդով ընկնում են հակառակ կողմը։ Այսպես ձևավորում է Սիտրա Ախրան որպես կյանքի ծառ հակապատկեր։ Սիտրա Ախրան որպես օրինակ ստվեր հաճախ այն անվանել են կյանքի ծառի ստվերը, հա, որպեսզի ստվեր առաջանա, անհրաժեշտ է լույսի աղբյուր, ամբողջ լուսավոր կողմը եւ խոչընդոտ ձախսյան կանացի հիմարության։ Եթե նայում ենք Սիտրա Ախրայի, հա, ծագման երկրորդ այստեղ կարծիքը, մարդկային գործոն, այսինքն Սիտրա Ախրան սնվում է ոչ թե ինքնավար էներգիայով, այլ մարդկային մեղսավոր բնույթով, մարդկանց կողմից կատարված այն արարքները, որոնք ուղղված են կյանքի ծառի ներդաշնակության դեմ, այստեղ կարող են ստեղծվել բացասական փոփոխություններ, որոնք էլ կազմում են հենց Սիտրա Ախրայի կառուցվածքը։ Դևերի դերը այստեղ եւս կա յուրաքանչյուր գլիֆա կարող է կառավարել որոշակի դևի կողմից, նրանք շահագրգռված են, հա, ասեցի, մարդկանց մղել դեպի դիսհարմոնիկ քայլերի, ինչու որպեսզի իրենց թագավորությունը կայուն մնա։ Եվ վերջինը դա աստվածային կայծներ, մյուս կողմում կարող են առաջանալ ինչ-որ վիճակներ, որոնք կարող են տանել դեպի ներդաշնակություն, սրանք էլ կարելի է անվանել աստվածային կայծեր։ Նայեք ինչն է այստեղ հետաքրքիր չորրորդը, հա, որին ասում ենք մենք սև լույս եւ այստեղ տիեզերական իներցիան, Շաբադայի ցվի տեսությունը, այս մոտեցում ասում են, որ հիմնված է նախնական դատարկության հիմար քարտը գիտեք, հա, լրիվ 0 գաղափարի վրա, որը ներկայացնում է որպես 0-ն հավասար է մինուս անվերջություն պլյուս անվերջություն 8 թարս, այս կողքի, հա, տեսել եք։ Իսկ մտածող ստեղ սև լույսը դատարկություն է, հենց 0-ն, պարունակում է երկու հակադիր ձգտումներ, մտածող լույս արարելու ցանկություն եւ սև լույս նախնական վիճակում մնալու ձգտում։ Իսկ ֆիզիկական զուգահեռը դա Սիտրա Ախրան առաջացել է սև լույսի նախնական ձգտումներից, ես այդ մասին բացատրեցի ձեզ։ Դահատ գիտելիքի բանականության հետ կապված այստեղ դահատը դա 11-րդ Սեֆիրան է, որը հաճախ թարգմանվում է որպես գիտելիք, սակայն ավելի ճիշտ է այստեղ անվանել բանականություն կամ բնական բանականություն, հա, ասենց ավելի ճիշտ կլինի։ Այն ունի հավասարակշռող եւ ամրացնող դեր, եթե Տիֆարետը խոսքի օրինակ, հա, որոշում է կյանքի ծառի զարգացման ռազմավարությունը, ապա այստեղ դահատը որոշում է դրա մարտավարությունը։ Անկումը եւ մեծ խաբեությունը, այստեղ կաբալիստների մի մասը պնդել է, որ դահատը Սեֆիրան չէ, ըստ լեգենդների այն կորցրել է իր դերը դրախտում մարդու անկման պատճառով եւ գահավիժել է դեպի ուր անդունդ։ Մեծ խաբեությունը եւ դահատի անկումը, հա, Կաբալայում ըստ լեգենդների
կաբալիստների, դատը կորցրել ասում են իր դերը, հա, որպես Սեֆիրա մարդու անկման պատճառով բիբլիական օձը, Աստվածաշնչում կարդացած կլինեք, որը ասոցացվել է դատի հետ, գայթակղել է Ադամին եւ Եվային ուտել, ինչը գիտության պտուղ է։ Իսկ Յահվեի միջամտությունը, այստեղ դատը գահավիժել է հատուկ անտունդ եւ որպեսի ծառը չփլուզվի։ Բիբլիական Աստված Յահվեն զբաղեցրել է հենց նրա տեղը, արգելել դատն, անվանել Սեֆիրա։ Աքսոր է եղել, բոլորս գիտենք, մարդիկ վտարվել են դեպի ծառի ստորին մասում, նոր ձևավորված հենց Մալքութ Սեֆիրան ֆիզիկական աշխարհ։ Հեղինակի տեսակետը այստեղ պնդում է, որ այս անկման պատմությունը միգուցե շատ մարդիկ արել են, որպեսզի մոլորեցնեն, հա, մոլորեցնելու համար։ Իսկ դատը իրականում շարունակում է մնալ իր տեղում եւ կատարել իր ֆունկցիան։ Կաբալայում նաև պատմում են հենց դա Սեֆիրայի անկման պատճառները, այսինքն այստեղ ասում են, որ Կաբալան առաջարկել է մի քանի պատմություն, որոնք իբր հանգեցրել են հենց դատի անկմանը, սակայն այստեղ առանձնացնում են երկու հիմնականները, հա, այսինքն էդեմական իրադարձությունները, առաջի պատճառ, դա ինչն է եղել արգելված պտուղը, ըստ Աստվածաշնչյան պատմության Ադամն ու Եվան կերել են բարու ու չարի գիտության ծառի պտուղը, հա, ինչը հենց ինքը Յահվեն, Եհովան արգելել էր մահվան սպառնալիքով։ Յահվեի վախը այստեղ, Յահվեն վախեցել է, որ մարդը տիրապետելով բանականությանը, այսինքն դա արտին, կդառնա իրպես եւ կուտի նաեւ կյանքի ծառի պտուղը դառնալով անմահ։ Արև է գալիս, բայց ինչ անենք, այսպես է։ Իսկ բանականության դերը այստեղ ասում են, որ ձգտումը դեպի գիտելիք եւ դատ բանականության, հա, բնական է եւ այստեղ դրական կարող է լինել, քանի որ այն մարդուն կարող է մոտեցնել բարձրագույն բանականությանը, այն ինչ այսօր տեսնում ենք, հա, արթնացումը մարդկանց տիեզերքի հետ եւ ամեն մարդ ինքն է Աստվածը։ Իսկ Լիլիթի եւ Ադամի կոնֆլիկտը այստեղ երկրորդ պատճառն է եղել, այսինքն այլաբանություն։ Այս պատմության մեջ Ադամը ասում են համադրվել է Տիֆարետ Սեֆիրայի հետ, իսկ առաջին կինը Լիլիթն է, դա արտին։ Իշխանության պայքար, այստեղ Լիլիթը համարել է իրեն Ադամին հավասար եւ հրաժարվել էր հնազանդվել նրան սեռական հարաբերության ժամանակ։ Իսկ եղել է նաև Յահվեի միջամտությունը, հա, Յահվեն պաշտպանել է Ադամի գերիշխանությունը, հրամայելով կնոջը Լիլիթին հնազանդվել, ինչը հեղինակը հենց կներկայացրել է այսպես, որպես բնական հավասարակշռության խթանում։ Իսկ Լիլիթը փախել է, բոլորս գիտենք, Լիլիթն արտասանել է Աստծո գաղտնի անունը, այսինքն Շեմ Խամ Ֆորաշ, դարձել անմատչելի եւ փախել անդունդ, դառնալով Կլիֆա, այսինքն հակադիր Սեֆիրա։ Եվ ասում են եղել է տիեզերական հեղաշրջում եւ եղել է դրանով հետևանքներ, հա։ Յահվեի գործողությունները ինչպիսին են եղել, կաբալիստները պատմում են, որ Յահվեն դատին զրկել է Սեֆիրայի կարգավիճակից, արգելել մարդկանց այն, հա, այդպես անվանել եւ թաքցրել այն անդունդում։ Տեղից զբաղեցում է եղել, այստեղ Յահվեն ինքը զբաղեցրել է դատի, հա, տեղը կյանքի ծառի վրա, ստանձնելով նրա գործառույթները։ Մալքութի ձևավորումն է եղել որպես պատիժ, այստեղ մարդիկ արտաքսվել են ծառի ստորին մասում, նոր ձևավորված հենց Մալքութ Սեֆիրա, այսինքն ֆիզիկական աշխարհ։ Եվ եղել է մեծ խաբեություն, որովհետև կաբալիստները պնդում են, որ դատը իրականում ոչ մի տեղ չի ընկել եւ շարունակում է
մնալ իր տեղում։ Եվ այստեղ անկման պատմությունները ստեղծվել են մարդկանց մոլորեցնելու եւ նրանց կույր հավատքի մղելու նպատակով։ Այստեղ Տիֆարետի դերը բացատրում եմ ձեզ, այս Սեֆիրան վերլուծել է մարդկային արարքներ ու բնության երևույթները, որոշելով դրանց օգտակարությունը կամ վնասակարությունը կյանքի ծառի համար։ Դա այն թույլ է տվել մարդուն գիտակցել իր սխալները եւ նաեւ ինչու՞ չէ փոխվել։ Առանց բանականության այստեղ մարդու հոգին ենթակա է հավերժական մեկուսացման։ Դա թույլ է տվել վնասակար էներգիան վերածել օգտակարի եւ այստեղ իրականացել է մարդկային հոգիների վերամշակումը։ Վերջում ուզում եմ ձեզ հետ խոսել Դաատի եւ Տիֆարետի փոխազդեցության մասին, այսինքն որոնք են Տիֆարետի գործառույթները եղել, բանականության այստեղ անհրաժեշտությունը, հոգու ճակատագիրը եւ այլն։ Մի փոքր այս մասին էլ խոսենք եւ ավարտենք, որովհետեւ ժամանակս բավականին սուղ է։ Տիֆարետի ուրեմն գործառույթներից այս Սեֆիրան վերլուծում է մարդու արարքներն ու բնության երևույթները, որոշելով նրանց օգտակարությունը կամ վնասակարությունը կյանքի ծառի համար։ Իսկ բանականության անհրաժեշտությունը այստեղ մի փոքր հակիրճ եմ ուզում ասել, առանց Դաատի, այսինքն բանականության, մարդը չի կարող գիտակցել իր սխալները եւ փոխվել։ Այն թույլ է տալիս վնասակար էներգիան վերածել օգտակարի։ Օրինակ, բնության հետ կապված, տեսնում ենք մարդկանց բավականին հրեշավոր գործոններ, որոնք կենդանի են սպանում։ Ինչը ստեղծել է արարիչը, փոխանակ դա վերածեն դրականի, շարունակում են նրանք գործել իրենց չար գործողությունները, տիեզերքի օրենքները խախտելով։ Հոգու ճակատագիրը այստեղ առանց բանականության, այստեղ մարդու հոգին ենթակա է հավերժական մեկուսացման, քանի որ չի կարող զարգանալ, Կյանքի ծառի ընդհանրապես լուսավոր կողմը դա բաղկացած է սեֆիրոտներից, ծառի մութ կողմը հենց, որը բաղկացած է կլիֆոտներից, այսինքն դա ինչպես ենք թարգմանում, կեղև, կաշի, Եվ այստեղ մութ կողմի կառուցվածքի մասին եմ խոսում, մութ կողմի կառուցվածքը այստեղ կարող է կրկնել հենց լուսավոր կողմի կառուցվածքը, սակայն յուրաքանչյուր այստեղ կլիպոտի, այսինքն կլիֆայի դերը հակառակ է համապատասխան հենց Սեֆիրայի դերին։ Ես այս ինչու համար եմ ասում, որովհետև շատ քիչ մարդիկ կան, որ այստեղ իրականությունը հասկանում են եւ այսօրվա մարդկանց ձեռքերով ավերվում է այն բարի մեր տիեզերքում ստեղծել է ինքը արարիչը։ Եվ կաբալիստները շատ ճիշտ եզրահանգման են եկել։ Մարդ մինչև ինքը չի անցնում մութ ստվերով այդ խավարի միջով կլիպայի, նա չի կարող լույսը տեսնել։ Կարծում եմ արդեն եւ գիտակցել այդ ամեն ինչը, դա ատ։ Կարծում եմ արդեն դուք հասկացաք իմ այսօրվա լեկցիայի իմաստը։ Ես կարծում եմ ձեզ բավականին կողքեվորի այս իմ աշխատանքը, որովհետև այս իմ աշխատանքի մասին դեռ ոչ մեկ չէր խոսել, մենք խոսել ենք շատ հակիրճ, բայց ես որոշեցի, որ ժամանակն մի փոքր ես սկսեմ այս մասին լայնածավալ լեկցիաներ, որպեսզի շատ մարդկանց աչքեր բացվեն եւ մարդիկ հասկանան, թե վատ գործողությունները դրանք որտեղից են գալիս։ Եվ կարելի է ասել, որ այո, առաջ հրամցրել են քրիստոնյաներին, եկեղեցականները բավականին լրիվ այլ աստվածաշունչ, ինչը չի համապատասխանում այսօրվա իրականությունից,
Ինչը հիմա մենք իրականում գիտենք, որովհետև դա կոչվել է մոլորեցնել։ Ինքս եմ ես փորձել կարդալ, դա չի ստացվել, ինչու, որովհետև այնտեղ գրել էին հենց եղել է Եվան այդ մասին, իսկ Լիլիթի մասին ընդհանրապես չէին խոսել եւ չէին ասել, որ հենց առաջի կինը դա եղել է Լիլիթը, այլ ոչ թե Եվան, եւ Լիլիթը չի ենթարկվել ոչ իր ամուսնուն եւ ընտրել է սև կլիպոտը։ Հասկանում եք։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, սիրում եմ ձեզ, հաջողակ եղեք եւ երջանիկ։ Ձեզ հետ Իննարա Գրիգորյանն էր, տարոլոգ, ռունոլոգ եւ տարոթվա հոգեբան։ Լավ եղեք։ Ցտեսություն։